առաջին նիստը կացնեմ արտահայտ նիստի նախագիծը Տավուշի մարզի Բերդամայնքի ավականու 2026 թվականի հունվարի 20-ի արտահայտ նիստի օրակարգը Առաջին Տավուշի մարզի Բերդամայնքի ավականու 2025 թվականի հունվարի 13-ի Տավուշի մարզի Բերդամայնքի 2026 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 135 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Տավուշի մարզի Բերդամայնքի սեփականության ամենամյա 2025 թվականի գույքագրման ամփոփ արդյունքները եւ դուրս գրման ակտերը հաստատելու մասին Անհատույց օգտագործման պայմանագիրը դադարեցնելու եւ դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության հետ անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու մասին եւ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատակազմի կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային գրուպ չափերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այս 4 հարցով այսօր նիստը կաշխատի։ Ովքեր են կողմ տվյալ օրակարգով աշխատելու դեմ ձեռնպահ չունենք, խնդրում եմ առաջին հարցի համար Կերավալյան։ Առաջին հարցը վերաբերում Բերդամայնքի հաստատված բյուջեն փոփոխությունների հետ, որը կապված է մեր տարեվերջյան ազատ մնացորդը, ուրեմն 165 միլիոն 858.3 հազար դրամը ամբողջությամբ ուղղորդում ենք 25 թվականի անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացան 26 թվականին։ Ուրեմն ներկայացվում է այդ հարցը հաստատվում Գերավալյանը նշեց ավելի մանրամասն որպեսզի կարևորը հարց արտահայտա եւ հանձնաժողովի նիստեր չենք ունեցել եւ չենք քննարկել ավելի մանրամասն ներկայացնեմ խոսքը վերաբերում է 25 թվականին արդեն մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին այսինքն մեծ հաշվով մենք 25 թվականի համար ազատ միջոց որպես այդպեսի չունենք մեր նախորդ տարվա հնարավորությունները ամբողջովին խնայվել են, քանի որ աշխատանքները բավարարույթ կողմից չի իրականացվել Չիրականացման պատճառները տարբեր են, մրցույթի ուշ հայտարարել, եղանակային պայմաններ, իրար խանգարելու հանգամանքեր կա փողոցները, որ իրար մոտ էին եւ նյութերի մոտացման, սպասարկման տարածք որպես անհրաժեշտ է, որ մի փողոցի վրա գործ անեն, մյուսի վրա գործ չանեն, խնդիրները տարբեր են եւ այդպիսով մենք ընթացքի մեջ ունենք 6 սուբվենցիոն պայմանագիր Առաջինը այդ նախորդ տարվա մեր մնացող 165 միլիոնից 108 միլիոն ուղղվելու է ուրեմն սուբվենցիոն ծրագրերի ասֆալտապատման աշխատանքներին Չինարի բնակավայրում փողոցում են, որ դեռևս աշխատանքները չի սկսվել եւ Բերդամայնքի բազմաբնակարան շենքերն են։ Հաջորդը Այգեձորի մասնավորի կողմից ամբողջ ներդրումը, որ իրականացնում է դեպի նոր կառուցվող իրադարձություն Անող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն դեռևս չի սկսվել, համայնքի մասնաբաժինը չի վճարել։ Թութապատման աշխատանքներում են Արձվաբերդում 2 փողոց, նշված փողոցների համայնքի մասնաբաժինը 1.8 միլիոն, մյուսը 7 միլիոն եւ Վերին Կարմիրում ճանապարհապատման կրկին ենթարկվող 5 միլիոն դրամ էլ այդտեղ, նաեւ Հարավարվեշ մենք ունեցանք կայացած մրցույթ ջրամատակարարման հետ կապված սուբվենցիոն ծրագիր, Վերին Կարմիրի ջրաչափերի վերադրում եւ արդիականացում Դերքինցանցի եւ Չորաթանում 10.5 միլիոն էլ այս ծրագրի մեջ պետք է մեր պայմանագրային պարտավորությունը կատարենք համայնքի մասնաբաժնի չափով Գումարային այս ամեն ինչ կազմաշունչ 65 միլիոն, ինչն է մեր նախորդ տարվա մնացորդն է, որը զեղացնում են եւ այդքանով ավելացնում են բյուջեն, որը հաստատված է 2 միլիարդ 49 միլիոն եւ ըստ այդմ մեր
26 թվականի եկամտային գծով բյուջեն կկազմի 2,42,396,600 դրամ, այսինքն եկամուտները չեն փոխում նույնն է, իսկ ծախսերը 2,254,900 դրամ, ավելացնում ենք 165,858,300 դրամով։ Հարցը սրամացում է։ Եթե հարցեր կան, խնդրեմ, եթե չէ, քվեարկենք։ Ովքեր են կողմ։ Դեմ, ձեռնպահ։ Չունենք, շարունակեցինք Կերավալյան։ Ուրեմն հաջորդ հարցը ղեկավարվել հաշվարկական մեջբերման մասին նորովի դասություն դուացի առաջին մասը երրորդ մասի Աշնորհ ինչպես նաև դրական կառավարման մասին հաղորդակի 18-րդ դուացի առաջին մասի 31-րդ կետի պարագրաֆներով 77-րդ դուացի երրորդ մասով ելույթներով համայն ղեկավարի 25 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 253 արտադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ներկայացված գույքագրման ամփոփարությունները Ուրեմն համայն քաղաքական որոշմանը հաստատման ներկայացում ուրեմն Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն համայնքային ենթակայության գործող ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների գույքագրման ամփոփարությունները համաձայն հավելվածների կատարված բոլոր փոփոխություններով նաև դուրսգրման ակտերն ներկայացում Հիմնականում ես ասեմ դուրսգրման, եթե հավելվածներին ծանոթ եք, ներկայացված նյութերը, ասենք իրանցից մեծ արժեք չներկայացնող, ու ժամանակին նյութեր կան ընկերներ, ես եմ գույքագրման, ասենք հանձնաժողովի անդամ, ասենք կան շատ հին նույնիսկ սովետական միության ժամանակվանից խփորներ ասենք, բաներ ասենք, որ չգիտեմ ինչի միջև մի մնացել է։ Ասենք դրանք է հիմնականում ասենք դուրսգրման ներկայացում։ Հանձնաժողով անցել է։ վերի Պապյանը։ մի բան էլ ասեմ, ուրեմն դուրսգրման ներկայացվող ավելի շուտ ցանկությունը ներկայացնելու դուրսգրման գույքեր տարբեր շրջաններում շատ են, բայց հիմնականում այնպիսի գույքեր են, որոնք ենթակա են գնահատման։ Գնահատման ենթակա գույքերը համտեղ ներկայացված ցանկից, այն ինչը որ հնարավոր է առանց գնահատել դուրս գրել, դրանք ամենակ ներկայացվել։ Իսկ մնացած այն գույքերի մասում, որոնք գնահատման ենթակա է, անհրաժեշտ է անհավելյալ միջոցներ տրամադրել գնահատողից ձևավորված, որ գնահատվի ու դրա արդյունքով դուրսգրման գործընթացը սկսվի։ Որ գույքերն եք առանձնացրել գնահատման Հիմնական գույքերը, օրինակ բենզալոցանցարան կա, ասենք այգեզորում կամ հին մեքենասարքավորումներ, անշարժ գույքերից որպես այդպիսին ինքը կապիտալ շենք չէ, բայց կան օրինակ ճարված, ձեզ անուններով ինչ-որ բաներ, որոնք իրականում գոյություններ չունեն։ Մնացել ասենք, չգիտեմ, 4 հատ քանդված իրատակի հիմքերը, սենց անուններ ա կարելի ասած, որոնք գնահատողներն էլ չեն հասկանում ոնց գնահատել։ Օրինակ ամենավերջի գնահատման ենթակա գույքը, որ գնահատենք, որ տարին վարված գազերն անել, տրանսպորտը հիշում եք, որ վարված։ Իմ այդ գույքը ամբողջ արժեքով համայնքային գույք է։ Մենք էլ չենք կարող, օրինակ գիտենք, որ ինքը ոչ տիտանի է, բայց չենք կարող դնենք ու գույքացուցակից անց, պետք է գնահատող, գա գնահատի արժեք ստեղծի այդ արժեքով տարի։ Լավ, մենք դրա հետ գործ չունենք, քանի որ ձեր հավելվածում դա ընդգրկված չի։ Հավելվածում ընդգրկված է էլեկտրական սարքավորումներ, համակարգիչներ, քսերոքսներ, որի դուրսգրման իրավունքը որ ձեր հանձնաժողովը ունի, ոչ էլ հավաքանին ունի։ Նա հատուկ լիցենզավորված կազմակերպություն է, վերջի կարգադրության վարչապետի դա հատուկ լիցենզավորված կազմակերպություն, ոչ մեկը, ոչ հանձնաժողովը, ոչ էլ մենք իրավասու չենք։ Բայց ես նայել եմ 15 թվի համակարգիչեր, կարող է չի աշխատում, բայց դրանք դուրսգրման մենք իրավունքը չունենք։ Բավականին էլեկտրական, ոչ մի էլեկտրական սարքավորում, այդ թվում երկարացման շնոր, ուղիղ նոյեմբերի 20-ին ես այդ գործարքը կատարել եմ։ Մարդ են բերել Երևանից, հատ գրել են
ինչ արժե, ինչն է փչացած եւ ավելին դրանք շփրտելու իրավունք չունեն։ Այդ համակարգիչները, որոնք իմ մոտ ներքևի տեխնիկումից եկած 80-ական թվերի է, նրանք այդ բոլորը մանրամաս ուզել են, այդ ակտերը կա։ Հիմա դուք մի անգամից գրել եք համակարգիչներ, դրա իրավունքը ձեր գրած հանձնաժողովն էլ իրավունք չունի, ավականին էլ իրավունք չունի դա հաստատելու։ Էլեկտրական ոչ մի սարքավորում մենք իրավասու չենք բանանելու հավելվածի մեջ, ես մի քանի ընդամենը հասցրի 3 հավելված կարդամ եւ տեսա որ այդպես բավական բաներ կա որ դրա բանը մյուս օրը պատասխանենք։ Ես չեմ իմավիճի, պրոստը ակնհայտ ջարդված փչացած սարքույթի մասին խոսքը։ Դրա մասնակետը պիտի ասեմ։ Մեծ հաշվով ամեն դեպքում գույքը արտայա, հիմնական գույքացուցակով գույքը ներկա է, այսինքն միջև որոշումը չկայացվեց գույքը ցուցակից չի համարվի, կարող վերաբերվում որ չգիտեմ հետհայրական սարքավորումների մասը օրինակ այդ իրավունքը չունեն, կա կարգադրություն, որը ստացել ենք բոլորս։ Եթե էլեկտրական սարքավորումները մենք իրավունք չունենք դուրս գրելու, դա ոչ մենք ունենք հաստատելու, ոչ իմ կառավարման խորհուրդը կհաստատեր, եթե ես համապատասխան լիցենզավորված կազմակերպություն չբերեի։ Ես առաջարկում էլեկտրական սարքավորումները հիմա չհամեն, այսինքն քվեարկի, բայց էլեկտրական սարքավորումների մասը թողեն, միան ամենքի մեջ մի հատ կա, դա նենց է, որ եթե քվեարկում ենք, միգուցե երկու ցուցակ ենք քվեարկում, ցուցակները առանձնացրեք։ Բոլոր էլեկտրական սարքավորումները մենք արձանագրության մեջ կարգավորություն կարձանագրի որոշման մեջ, որ բոլոր էլեկտրական սարքավորումներից բացի մնացած չգիտեմ գույքը, որը ներկայացրած դուրս Դուրս գման Տիգրան ջան, հատուկ կարդ կա, մի հատ կնայես, որտեղ մեծ փոփոխություններ ա եղել, ու մի կոտրած աթոռի համար կարող պատասխանատվության ենթարկվեն բոլորս։ Ես կնայես դա այդ ինչ ա ուզում, դուրս գրելուց հետո հետագատակներ ա ուզում։ Առաջարկեմ քննարկվի կա, ասենք ես դուրս գման աշխատանքները թողենք հետո։ Եթե որևէ մի բան չի խանգարում ընդհանուր Ուղղակիներ բաներն ա, եթե ասենք Իմանդապարտես մի ամբողջ սերիակ աղբալցրած։ Մի ամբողջ սերիակ աղբալցրած լծրած, ասենք, այդ ընդերից անելու համար ավական որոշման ուղղ, որ այդ մարդիկ ազատն սերիակ ուղտագործել։ Բոլորը շերտենց ենք անում, բայց այդ մի շնորի համար Ես առաջարկում տարբերակ ունենանք կամ առանց էլեկտրական սարքավորումների քվեարկի կամ Կամ միասին Հասկանալ է, ասենք, անշարժ գույքի մասով ժամկետը ուրիշ է, էլեկտրական սարքավորումները, ասենք, չգիտեմ հիմա օրենքի ես ես վերջի շրջանում շատ չեմ իրավետում այդ մասով դուրս գնամ։ Կարող է իրան ծառայության ժամկետը ավարտել է, դուրս գրի, ժամանակ ունի դա, անպայման, եթե ունի ժամկետը լրացրել դուրս գրի։ Չերկեր մակա, իրավունք չունի։ Մեր բոլորը վերջնական մնացորդային արժեքը 0-ը արդեն 5 տարի։ Բայց դա թույլ չի տալիս, որ դու դուրս Հիմա դրանց հետո մենք պետք է սարքավորումները հաստատական ակտա։ Մենք արդեն քանի տարի է մեր նախարարությունը միջև համապատասխան ակտը չեն գրում, դուրս չեն գրում։ Օրինակ ես ինչ դուրս եմ, եթե ինքը այդ սենց աթոռը որակին վճարել ենք, կողմը, ախորուչացել խցկում։ Իսկ էլեկտրականը վեգայի պայմանագիր են կապել եկել են տա։ Դուրս գրելուց հետո համապատասխան ակտը պիտի ունենաս, հիմա ես երկու համակարգիչ ունեմ, երկու չգիտեմ ինչ ունեմ, պիտի գան դրանք, ընդհանրեն իմ հաշվի պիտի մուծեն 1000 դրամ ու վերցնեն տանը։ Այսինքն բանը օղակը պիտի փակվի։ Իսկ դուրս մարդիկ ովքեր են Հատուկ կան հաշվետվություն են, ովքեր իրավունք գնահատները։ Չէ, կանհատները։ Եթե պետք կլիկ կասեք։ Ո՞ր ուզում հասկանում ես եմ այդ վերջերս։ Շենգավիթի քաղաքական երկրորդ հարկում նստած են այդ մարդիկ, գնացել են վերել եմ ստեղ, այդ մարդիկ գնահատել են հտվել։ Ստեղ կարող է այդ իրավական ոլորտի կարգավորման դաշտի խնդիրը լինի, չգիտեմ, թիմ ոլորտ, պետական արմիններ։ Կապ չունի, կառավարության որոշում բոլորի սովորական։ Ես անկեղծ անոց չեմ։ Հնարավոր անկերավել է, կառավարության որոշման հավում է շրջայց է կատարել տենց ակնարու արձանագրել ամեն ինչ, այդ ամենը արվել է։ Հիմա
Ես անձամբ առաջարկեմ առանց էլեկտրական սարքավորումների դնենք քվեարկության հաստատվելու դեպքում այդ ճարպված փշրված է հատոր բան, որ ենթակա չի նման գնահատման։ Դրանք դուրս գրենք, որպեսզի տարածքներ մաքրվի, բացի այդ հատկապես մանկապարտեզների հետ կապված այս տարի մենք պլանավորում ենք կառավարության հետ համատեղ բոլոր մանկապարտեզները գրեթե Տակային տարածքը ու ներսի մաքսիմում կապիտալ վերանորոգում։ Ապերել է խնդիր առաջանալու, հենց այդ ընթացքում ու ամբողջը նորից նոր գույն պետք է տրամադրվի, միացել շիլաշփաթ է դառնալու։ Եթե հնարավոր է կամ մանկապարտեզները գոնե քվեարկենք։ Մանկապարտեզների մասով այդ ամեն ինչ առանձնացված կամ ընդհանուր էլեկտրական սարքավորումները հանած քվեարկենք, իսկ աղբավար դեղափոխման կամ սահմանված կարգով այդ ամեն ինչ կազմակերպելը նկատի կունենանք չենք տանը աղբավար, այդ համապատասխան մարմինների կրկան։ Հիմա մեր հարցը չես կարող կիսես, որովհետև դու ցուցակը կերել ես ընդհանուր, ավելին, այդ կոտրած աթոռներ էլի պիտի գնահատողը գնահատի, որը որ ձեզ հետ կապ չունի, մեզ հետ կապ չունի։ Միգուցե մի ավականու անդամի հետ լինի ինքը իր գնահատումը, բայց կարգ այդպես է։ Կոտրած աթոռը այնա Երկանյան հրաչիկի մոտ այն կոտրած աթոռնին հատ գնացել հանել, նկարել այդ մարդը անունը չեմ հիշում ինչ է։ Եկել է նկարել ու տարել։ Նորը տեղից գնահատված ցուցակը դուրս։ Եթե խնդրում կա հերթական ժամանակ աշխատողությունը Իդրան ջան, ակտը գրում եք Ակտը գրեցեք նախ ձեռքբերման ամսաթիվ կեսը գրած էր, կեսը գրած չէր։ Իր հաշվեկը ուրեմն գրի, չգիտեմ, կամ ինչ որ մի բան գրի, հաշվեկշռային արժեքը, մնացորդային արժեքը, որ նախ երևա որ զրոյական արժեքով ապրանք ես դուրս գրում, դրանից հետո դա պետք է այդպես ներկայացնես գնահատողին, ինքն էլ գա նկարի իր արժեքը տա։ Գույքագրումը փոխանցվել է գյուղերից խոշորացման 17 թվականին ու ընդդեմ ինչ եղել է որևիցե գնահատում որևիցե բան չի իրականացվել բայց դու պատկերացնում ես ինչ ծավալի մասն է խոսքը պատկերացնում ես ինչ ծավալի մասն է խոսքը մի հատ գնահատող մի հարական գնահատելու համար 50,000 դրամից է սկսում գնել ինքը շատ բարդ պրոցես է, ինչով անցել է նախարարությունում 3-4 հոգի իմ հետևից եկել են, առաջինը կատարել եք մենք օրինակ դուք իրականացրել եք ձեր հիմնարկի գույքագրում ու ինչքան ծախս եք արել դրա համար գնահատում ավելի շուտ ամբողջ գույքի գնահատումը անհատական է, կարող եք բանակցություններ վարել էժաներ լինել, անգել լինել տեսեք, մի հատ Անշարժ գույքը գնահատելը սկսվում է նվազագույնը, այդ ամեն ինչից հետո 50,000 դրամից։ Այս մանրաժեք գույքը, ես չգիտեմ ինչ գնով կանեն, բայց այս ժամանակին այդ աններ չէ, քանի անուն իմ ապրակը Չէ, ինչի համար եմ ասում, եթե մենք հիմա որոշենք, որ գնալու ենք ամբողջ համայնքի գույքագրելու սահմանված կարգով, չգիտեմ, լիազորված ինչ-որ ինստիտուտ այդ ամեն ինչը գնահատի, տևելու է տարիներ, դա անհնար է։ Ձեր գույքը տարիներ գույք չէր, ընդամենը մեկ կոտրած աթոռմա թորակես, մասնակցեցի մեն ինչ էր։ Ես 191 անուն ապրանք եմ գնահատել, 80,000 կամ 90,000 դոլար եմ գնահատել։ Եկել անցարել տարը, բայց ես գիտեմ կարող եմ հետևից գալ եւ մաքուր եմ գտել։ Ահավորենք ուսումնասիրելուց հետո մեզ չվերաբերել, բայց 10 օր տևեց, երբ որ գույքագրման աշխատանքները այն առավոտի 9-ում կազմակերպեցին։ Ես պատկերացնում մանկախ փորձագետը գա 10 օր ժամանակ սպասում։ Մենք Տիկին Հակոբյան, մենք ընդհանրապես գույքացուցակի հետ, այս տարվա ձեռքբերումները ընդհանրապես հետ ենք արել։ Ու գույքը արտայա թե չէ։ Հատելով եթե քվեարկել, ես եմ գնալու դա չեմ ուզում։ Ես ես ասեմ, նախորդ տարի մենք պլանավորեցինք ընդհանրապես երևի մի 10-12 ամուր որպեսզի գույքագրենք տարբեր գյուղերում այդ մի քիչ ասենք այդ տեխնիկա, մեխանիզացիա, բան էլ չկարողացինք կազմակերպենք։ Ինչի համար բերեցինք այդ ընդդեմ ուսում են տեղ պասպորտ, ուսում են ձեռբերման փաստաթղթեր, որևիցե հիմք չկա, նվիրատվություն չի, որևիցե ինչա, որևիցե այդ ամեն ինչի իսկական ժամանակը 17 թիվն է, որ այդ գնահատումով մենք ունենանք մի հատ օրինակ գույքագրված
բոլորի համար իրար նման մատիկացուցակ։ Դե հիմա չի արվել, այսօր էլ եթե մենք գնանք այդ ճանապարհով, ես այս բանը հասկանում եմ ասում անելը, բացի այդ մենք պետք է միակապելի ռեսուրս նախատեսենք մենակ այդ աշխատանքի համար։ Համաձայն եմ։ Հիմա առաջարկեցիք, կամ առանձնացնում ենք, կամ հետաձգում ենք հարցը, կամ առանձնացնում ենք։ Ռոմանական հայտարարությունից եթե ինտերնետի հաջորդում է, հարևան համակարգում դրանալություն դեպի կարտա ավելի էսպեսոս թեթև Դուք մագարան ուզում եք լավ, այս դուրս դրմանը թողենք հերթականիստին, հիմա գույքարումը իհարկե դուրս դրմանը հերթականիստում ավելի որովհետև դրական այս որոշումներն են ուսումնասիրենք ու իրար հետ համատեղ կամ կներկայացնենք կամ որոշակի ասենք մենակ դուրս դրման երթակա ավրանքը փոխենք գնահատել Ավելի մանրամասն ես բան անեմ, որ ես բոլորը գիտեք, որ ասենք նախկինում որ աշխատել եմ, ասենք մեր գույքագրման, ասենք այդ ցուցակների հետ կապված ֆայլեր կային, որոնք որ ասենք իրանց ամեն ինչով դե բոլորս էլ գիտենք, որ ասենք գույքը ունի սկզբնական արժեք, մաշվածություն, մնացորդային արժեք։ Ասենք դեռ այդ ֆայլերը ինչ որ իմ հիմնարկով բանում է, սա է բանաձև է դրած ու ամեն գույքի համար առանց սարկած է։ Հիմա որ գնում ենք օրինակել, ասենք թե մեր օրենքով ասենք ընդդեմ կազմակերպությունների գույքագրման օրինակելի ձև է, այդտեղ դες ոչ մի բան չկա, ասենք ինչ է, ոնց է, ես պետք է դա սարքեմ, եկամ ես ահագին աշխատանք է։ Նույնիսկ ասենք այդ բանի գույքագրման, ասենք ոչ դուրս գնման ցուցակը, ասենք եւ չեմ կարող Մարդը ասենք այս գույքը, երկուս անշարժ գույք է, 50 թվից ասենք չգիտեմ որտեղից ինչ-որի 6 միլիոն թիվ է վերած, ու վերջում էլ մնացորդային արժեքը 6 միլիոն էլ սարք է։ Դա պետք է մի բավականին աշխատանք է, ես չգիտեմ, այս տարի ես ինձ համար ասենք բան եմ դրել, որ փորձեմ ինչ-որ շտկում ան, չգիտեմ, ոնց պետք է արվի, որպես հետևել։ Լավ, կեներ աշխատանք թողեցինք հաջորդ նիստին, ավելի մանրամասն ուսումնասիրելու համար, հասկանալու ենք գույքագրման ցուցակները քվեարկենք, իսկ դուրս դրման ենթակա գույքը հաջորդ հերթականով ավելի պատրաստված շատ ավելի լավ մի հատ չէ կարող մենք առանձնացնել Ուրեմն քվեարկենք ընկերներ։ Մենք հիմա ինչ ենք քվեարկում, մի հարցի կետերը, ենթակետերը սրանք։ Շունա։ Գույքագրումը եւ դուրսգրումը մի հարց եք ներկայացրել։ Գույքագրումը քվեարկենք, դուրսգրումը առաջիկան են քվեարկենք։ Պետ համայնքի ավարտանի որոշումը հաստատել Տավուշի մարզի պետ համայնքի սեփականության համայնքային ենթակա Յուցան գործով ոչ առևտրային կազմակերպությունների հիմնարկների գույքագրման ամփոփ արդյունքները համաձայն հավելված են։ Քվեարկենք երկրորդ մասը հետականով ովքեր են դեմ ձեռնպահ շարունակեցինք ուրեմն հաջորդ երկրորդ կետը մնաց հաջորդ հերթական նիստին Տերավանյան հաջորդ հարցը ես ներկայացնում Այնուհետև օգտագործման պայմանագիրը դադարեցնել եւ դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության հետ անհայտույց օգտագործման պայմանագիր կնքելու մասին հարգելի ավականի հիշում եք նախորդ ավականում նիստով մենք այս հարցը նորից քննարկեցինք ոսը վերաբերում է Գեբարդնակավայրում Փարոս հիմնադրամի կողմից նախկինում արդեն ավական որոշմամբ շուրջ 50 տարով 49 տարով եթե չեմ ստանում տրամադրված էր որ տարածք անհատույց օգտագործեն Փարոս հիմնադրամը դիմել էր համայնքին որպեսզի նույն պարտավորություններով պայմանագիր կնքվի դեպի առաջ կազմակերպության հետ, որը իր դուստր կազմակերպությունն է եւ ավական քննարկման ժամանակ 49 տարին, եթե չեմ սխալվում, բան արվեց, իջացվեց մինչև 10 տարի ժամկետով
Հիմա գրքի Փարոս հիմնադրամը դիմել է կապված ես տարին 25 տարի սահմաններու հետ կապված այն հանգամանքով, որ աշխատանքները արդյունավետ, հավելյալ ֆինանսական միջոցները արդյունավետ եւ հեշտ ներգրավելու համար հատկապես որ ամբողջ իրենց դոնորները հիմնականում արտասահմանից են եւ ժամկետի առումով հնարավոր է խնդիր լինի, խնդրում եմ ավարտանում, որպեսզի պայմանագիրը կապվի ոչ թե 10 տարով, այլ 25 տարի ժամկետով։ Վարչական ղեկավարը ստեղ է Կարան եկրասում Փարոսի գործնեությունը որպես Փարոս հիմնադրամը շուրջ 10 տարուց եղավ մեր շրջանում մեր քաղաքում Չինարիից սկսված մինչև Պարավաքան մանկապարտեզների վերանորոգում են, դպրոցների վերանորոգում են Տվյալ շենքը, որ իրանք անհատույց 49 տարով վերցրել են, մոտ մի քանի 100 միլիոնի այս շենքը ներդրում են կատարել ժամանակին աշխատանք կատարել դիմավորից մարդիկ ցանկանում են նորից ներդրում կատարեն աշխատանք Այս արտադրամը սեկտորակերի ամուքյան կոնկրետ այդ Փարոսը չէ այդ դեպի առաջը հասկացանք իրար դուրս տրնա ինչ անելու այդ տարածքում ինչ արել ուրեմն ճարտարապետության Հիմա աշխատում են ինչ Ես բան չի աշխատում ճարտարապետության Հիմա պայմանագիրը կնքում եք ինչ անել այս մարդը Ուրեմն մարդիկ քան որ ժողովուրդը Ամերիկայից են Վերջը գիտի ֆինանսավոր չէ գիտի Այստեղ ոնց որ ամստալության խնդիր է դարել որ ինչն է պատճառը որ 40 տարի սարքել են 10 տարի Մարդիկ երկար ես պահի դրությամբ իրանք աշխատանքներ են կատարում երկին կարմիրը տներ են սարքը աշխատանքներ են կատարում այդ բարը մատանին մի խոսքով են մարդիկ նորից են եկել են ստեղել նորից են պատրաստ են գործեր են հասկացանք հիմնավոր անդերք օգտագործում ինչ է նշանակում Իր հողամասում ինչ ընդերք օգտագործում ինչ խնդիր կա Բանքրել է արդյունաբերության ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողամասը Տալիս ենք իրանք, դա ինչ Արտադրական նշանակություն Արդյունաբերության օգտագործման եւ այլ արտադրական Ես որ իրանք ուրիշ ներդրող են պայմանագիր են կապել նորից արտադրամասների ջարի, մոմի Այդ հողամասի նշանակությունը հասկացա Ավելի երկարաժամկետ ծրագրեր իրականացնել համար ավելի երկար տարի Իրաց մտավախություն է ինչու նա որ 10 տարի կարող չէ 10 տարի հետո 10 տարի ասեն մտավախություն այն մարդը որ գումար են վարել այստեղ Ուրեմստեղ ծախսը մարդ հասմոր բավականություն է Ներդրողները մեկ-մեկ տենց բաներ Ասմայներ պատճորները դու ճիշտ չեք աշխատել Դրսի դոնորների համար հիմնավորում ու երկարաժամկետ Ձեր պատերը սկսավ Չինարի ագեր ժողովրդի ներքին կամիրա, պանավակ կարավ, հարակավահա Ես որի պատրաստել նորից աշխատում եմ որից եմ ստարում ագետը Այգետունի վարչական Հավաքանի ժամանակական մոնիտորինգ անել, բայց երկարաժամկետը իրանց համար հիմնավորում ավելի շատ դոնոր բերելու Դե խնդրում եմ քվեարկենք ովքեր են Դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք Ուրեմն հաջորդ հարցը վերաբերում է ուրեմն Նամուշի մարզի դեպի համայնքապետարանի երթակայության աշխատակազմի կառուցվածք աշխատակիցների թվականը հասկացածի պաշտոնային դրդաճաններ հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ Ուրեմն կատարել փոփոխություն դեռ համայնքի հավաքանում 13-ի 134-րդ որոշման մեջ հաստատել դեռ համայնքի քիրիեջ մանկապարտեզի աստիճանացուցակը նոր խմբագրությամբ հավելվածի Ուրեմն գերն
մանկապարտեզ իտնորեն դիվելան ենք հաստիկացուցակը հաստատել ենք, դեռ ինքը չոր հաստիկացուցակները դրույթերը փոփոխություն ակատարել, բայց այդ համամասնությունը գումարի չի փոխել ինքը ուղղակի ինտեղ չգիտեմ իրան ասել ասենց առաջարկություն արել, դե ինքը այդ հավելվածը նշել է փոխվելա, էդ ուրիշ բան չկասենք, գումարի փոփոխություն չկա, իրան ընդհանուր աշխատավարձի չափի, ընդհանուր չափի մասով Մեկի փոփոխություն արել, քանի որ հաստիկացուցակը մենք ենք հաստատում Այս հնարավորությունը դե գիտեք աշխատավարձերի բավականին շոշափելի բարձրացում ունեցանք այս տարի եւ մանկապարտեզներն միջինը 30%-ով աշխատավարձի ֆոնդը ավելացել է մենք հավելյալ հաստատվելուց հետո ֆինանսավորման ընդհանուր չափը մեր մանկապարտեզների ու բյուջետային հիմնարկների բոլորի հետ ունեցանք նաև առանցին աշխատանքային մանրամասն քննարկում արդյունքում մենք առաջարկեցինք բոլոր գոլեգիվներին ցանկության դեպքում փոփոխել նշված բյուջեի սահմաններում փոփոխել իրենց ներքին աշխատավարձի դրույթների չափերը իհարկե ընդունելի չափով հաշվի առնելով ներքին ծառաբեռնվածությունը Արդյունքում միայն բերդի երկրորդ մանկապարտեզը հաշվի առնելով երևի մեծությունը եւ հնարավորությունը փոփոխություն իրականացնել շատ չնչին տարբերություններով կապված աշխատանքային ծառաբեռնվածության հետ որոշակի փոփոխված հասկիկայի դրույքաչափեր ավարտել ընդհանուր առմամբ մեծ փոփոխություններ որպես այսպեսին չի արվել բավականին շոշափելի բոլորի աշխատավարձի բարձրանումը Հավելվածը ձևով տարի է ծանոթացել Ես պաշտոնային դրույքաչափերով է հաստատում Հավաքանի Հավելավճարնով է հաստատում Այդ ինչ կա այդ հավելվածը հավականին է հաստատել նոյեմբերի 13-ին Նոյեմբերի 13-ին հաստատել են Բա ինչի ենք առանձին հավելավճար սահմանում Խիչենք պաշտոնային դրույքաչափ սահմանում Որովհետև բոլորի մոտ տարբեր է Գումարվի թող իրանց պաշտոնային դրույքին Թե ինչ տարբերություն, բայց դեռ կարևորը հաշվարկն է Հավելավճարը տրվում է ինչ-որ լրացուցիչ աշխատանքի համար Եթե դուք այդ մարդկանց աշխատավարձերը հավելավճարով բարձրացրել եք, թող դրույքաչափի մեջ մտնի, որովհետև հավելավճարը, լրավճարը տրվում է այլ աշխատանք, եթե իր աշխատանքից դուրս աշխատանք հակատարում այդ դեպքում հավելավճար Առանձին կարա համայնքապետը հրաման տա, որ այս ամիսներին Իրենց կներես, մեր ջան, իրենց պայմանագրերում սա ֆիքսում է, որ հավելավճար ամեն ամիս, բա ինչու Այդ հաշվարկը, որ ձեր դիմաց տրված է, դա արդյունքի են աչ անգլումի վերջնական թիվը իրանց այդ կողմ պայմանագրի արժեքն է։ Բայց քանի որ մեր բոլոր մանկապարտեզները մենք ունեցել ենք մանրամասն։ Բոլոր մանկապարտեզների տրամադրվող աշխատավարձի ֆոնդի բարձրացումը արել է կապված որոշակի գործակիցներից Էլեկտրիկի միջին տարաբեռնվածությունների նոմերի թիվ եւ այլն արդեն հաստատված է դա, քանի որ մենք այդ հաշվարկը արել ենք Վերջապես քիչ դրամացի բավականին քննարկումներ են ունեցել, կարանք Մեր քննարկումը չէ, սա պետք է բխի աշխատանքային օրենսգրքի աշխատանքային օրենսգրքից որևիցե խնդիր չկա Ինտեղ որ դրած է պաշտոնական դրույքաչափ, դա այն մինիմալ մեր պարտավորությունն է, որ մենք պետք է դրանից ներքև չվճարենք մեր աշխատանքին Եթե ուշադիր եք այս 120-ը, հենց դրա համար է, այս երկու տողով է փոփոխությունը արվել դեպի նվազեցում Ես հասկանում եմ որպեսզի պաշտոնական դրույքաչափ ունեցել Սարքել ենք հավում, սա այս երկու տողով այս գործակիցը չի աշխատում Հասկացա Հավելավճարը ինքը աշխատանքի իրական պայմանը համարվում բայց հավելավճարը տրվում է ինչի համար Սա պետք է հիմնավորվի Հասկացա Աշխատավարձ ինչի համար տրվում աշխատավարձ ինչի սա գոյանում Համսական աշխատավարձ ես կանեմ Մեզ բաժանում չու բոլորի համար տարբեր է
այս գործակիցները մենք չէինք առաջին դրանում, որտեղ մահացել են իրանը Հասկացա, աշխատանքի բոլորի համար, բայց նա ավելավճարի կայացնացել է։ Չի կարա դու կոստավի պակյանացել կանելի մի հատ բարձ եթե գերավալյան նավաճել։ Ես եթե փողը աշխատանքից բարձրացնենք, քիչ ենք աշխատանքից դեսուտել, մենք ես ավելավճար դրամ։ Ես տեսա բացոտրեմ։ Հիմա այս բանացելը, որ աշխատել աստեղ, սա բոլոր մանկապարտեզների համար տարբեր է։ Որպեսի ձեր համար, բոլորի համար, աշխատակցի համար պարզ լինի իր ամսական աշխատավարձի չափը ոնց է գոյացել, այս ամեն ինչը մենք թողել ենք, ստեղ վերջ մտածա ամսական աշխատավարձ, այսքան դրամ։ Այսինքն այս ամեն ինչը, որպեսի բոլոր մեր մանկապարտեզների աշխատակիցներ կարողանան ծանոթանալ բոլորի համար այս ավելավճարը ինքը չի նշանակում ամեն ամիս առանձին ավելավճար է աշխատավարձը կապվում է մի անգամ երբ երեխեքի թիվը ավելանա է բաղացվել ես բանացելու տարի մի անգամ հաստատվելու նոյեմբեր ամսին տարբեր մանկապարտեզներ Այսինքն տրամաբանությունը այնա կերպակյան հասարի, որ ոնցը մանկապարտեզի տնօրեններին ներկայացրի, որ քիչ խմբականակ ունեցող երեխաների ժամանակ լավ է ստանա։ Բագրերի վարիչ ունենք մենք համայնքում։ Տեսինք նա նայը, նայը։ Սանհատների համար, չիչոր մարդկանց համար, չիչոր մարդկանց համար չէ, եթե ես հասկանում եմ ինչ ես ասում, բայց սա աշխատանքային օրենսգիրքին չի համապատասխան, սա խախտում է, էլի տվեք մարդկանց էլ պար տվեք, ես էլ չեմ ասում, պարզապես ձևակերպումը կմեջա, մի րոպե լսի, 20 հոգի մարդը մանկապարտեզում աշխատում է 20, թող իր աշխատավարձը գոյանա 20 հոգու համար եւ վերջնական արդյունքում լինի հավելավճարը, դրանք լրացուցիչ վարձատրություն են, դու ներավել ես աշխատավարձի մեջ, այդ բանը մի հատ կնայեք հավելավճար, լրավճար աշխատանքային, չէ չեմ շուտ հոդվածնա օրենսգրքում սա ֆիքսված է։ Ես համաձայն չեմ, այստեղ մեր զորքին է։ Դե համաձայն չեք ինչի է ասում։ Ես չեմ ուզում Ես լսարեցնում սխալ չկա։ Գույքադրման հետ կապված էլ ինձ թվում է սխալ չկա, բայց ասեցի, եթե ասում որ որոշ ուտա, էլի կքննարկենք ասել։ Այստեղ բացած է խնդիր չկա։ Խնդիր կներ, եթե մեր պաշտոնական դրական չափը համապատասխանից ներքևից սկսենք աշխատել։ Սա մի բանաձև է, որ ավելի քիչ երեխան բացած խնդիր չկա, դա առավելային չի համար, որ այն երբարի 13 հոգանոց մանկապարտեզի դաստիարակի աշխատանքը օրինակ 30,000 դրամ է, ինձ պետք է 2-ին 140,000 դրամ է, որ մարդիկ իմանան ինչի համար է եկա։ Ո՞վ իմանան։ Բայց բանաձևը դրա համար է թողել։ Բանաձևը դեռ հավելավճար։ Աշխատանքային ես ճիշտ եմ, բայց աշխատանքի մի րոպե ես ձեզ ողբերի եթե ասես եթե չէ փակում ենք հարցը Ակսանակ պաշտոնային դասան հասկացության ունենան, որտեղ ֆիքսված լինի, որ բանում, օրինակ, հուշկրոչ աշխատավարձ լինիմանում, լինի այսպես, ու բանաձևը գործել, խմամանակ, այս խարասնում ես խար, բանաձևն երեխայի փոխում հավելավճար մաքսաները, դիտանք էլ ես աշխատավարձ ինչ չափ ստանալ։ Աշխատավարձի գոյացման ճանապարհն է դիտակ։ Բայց հավելավճար Բաբոյից ոչ հասկացա, ամեն ամիս հավելավճար Այսինքն մարդը ամեն ամիս ամսական աշխատանք հասկացա Չէ, ես հավելավճարը այսինքն ամեն ամիս ստանում եք Դուք էլ հակասում ես, ամեն ամիս տնօրենը ստանում է 260,000 դրամ Ներառյալ
հավելավճարը։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ուզում եմ հասկանամ ինչու հավելավճար։ Չէ։ Ինքը մի սահմանի բանած է, որտեղ մինիմումը դրված լինի երեխաների քանակով բազմապատկի ստանա իր աշխատավարձը։ Մենք աշխատավարձի չափի հետ խնդիր չունենք, բայց ես խնդրում եմ ընկեր Ապրեսյան, միակ աշխատանքային տեսչության հստակով տեսչությունը որ եկա, սա խնդիր բանանելու մենք խնդիր չունենք, եկա չեմ կարծում, որ աշխատավարձի ազդենի, բայց ձևակերպումը սխալ է, ինքը աշխատավարձը և նրան համասարեցված միջոցները բոլորը համարվում է իր էական պայման, այսինքն դեպտիվ հստակ լինի։ Հավելավճարը մարդին, ես հավելավճար կտամ, ասենք երբ ամիսը մեկ մարդ եթե լրացուցիչ բնկագրումն արել է, մարդկանց խմբին դու լրավճար դու, այսինքն լրացուցիչ մարդիկ ծարաբեռնված է եղել։ Չէ, իրանք ուղղակի տենց կիրել է, մարդը մի սուրը մենք որպես համայնքի հավատի Excel ֆայլը, չէ։ Այս 3 հատը փակենք, հələ այս 4-ն էլ փակենք, դրված է նորմալ։ Նորմալ 258,000 դրամ։ Դուք արդեն էլեկտրոնային պայմանագիր եք։ Էլեկտրոնային պայմանագիր եք ընկել, բան եք անում։ Ես Պապյան, եւ այսօր մացավորեցի բաղապարտեզի Պապյան։ Ես բաղապարտեզի դորելեի բաղապարտեզի կոնացերվեցի։ Ասա մեղը ես ամբողջի որպես Երևան դառավ 180։ Ահա։ Բանաձև ով ինքը հաշվում։ Ինքը բանաձև երեխաների դի բազմապատկած է գործակցում։ Հիմա ամեն տարի թող այս սեզոնը կան Ես չունեմ ուղղակի ձեր ձևակերպման մեջ այն մտավախությունը։ Մենք եկել ենք։ Դուրս քիչեմ եմ նայում։ Խնդրեմ ասի, եթե կասած Ննչի, ուղղակի ասում այդ Եթե հարցեր կանգուն կրտես ասկացակի վեր քվյարկենք որպես վերջնական տնօրենի կողմից ներկայացված տարբերակները Քանումը կայք իրան չի կողվել որոշական շնչին ավելացումներ եղել պլաստիկով նվազեցում արել նույնավոր բացած որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից նպատակահարմարությունից ելնելով Եթե այ բարձաբանումներ վերադառնում եմ վերջի նախադասություն ասեմ զարգացում չի լինում եթե մարդ ինքը ցեխի միջին կանգնում է ասում չէ ամենահարմար տեղս է սա մի հատ եթե ասում են նայեցեք արդեն 3 վերապատրաստումը ամսի 29-ին նորից մերով նստել են աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը կարդան բանանել բոլորս մասնակցում ենք նստած որպես մենք սխալ չանենք ընդհանրապես դա ձեր տեխնիկական սխալն է հետո հաշվարկի ինչ որ պրիմիտիվ ընտրած ձև է որ իմաստը ես չեմ հասկանում հավելավճար աշխատանքային օրենսգիրքը կբացես կասես հավելավճար եւ լրավճար ինչի համար է տրվում ու կտենաս որ եթե մարդու սա որպես աշխատավարձ են դիտարկում հավելավճարը ներառյալ հավելավճարը վերացուցիչ ասեցի լինում է այլ աշխատանք կատարելու համար ոչ ամենամսյա ոչ եթե եմ ասում պայմանագրում ֆիքսեք որ հավելավճար ինչ որ վերացուցիչ գործանում կան ամենամիս լինի բայց ասենք դա բացառիկ դեպքեր է մենք խնդիր չունենք ձեր թվերի հետ Պարզապես ձեր ձևակերպումների համար ընկեր Ապրեսյան, խնդրում եմ առաջարկներ եթե չկան, ես հասցնյակի մենք չենք գործակիցներ որոշակ աշխատողների գրավում, գործակիցներ ունեն, որոշակ իրանում, բայց երբեք չենք գտնում հավելավճար ես կա, հաշվապահությունն անունը գուվարում դրույքին ու տաղ Ընկերավանան ասացնել այդ, ամեն ինչը ճիշտ է, ուղղակի ձևակերպումն է սխալ, դուր չլինի հավելավճար, ամեն տարի հաշվարկ կա, եկա գործակիցը հաշվարկ կանում ու դիմարում աշխատավարձը եթե հավելավճար բառն է, այստեղ մի քիչ իրախային դառնում,
ասենք կոնսոլային դրույթաչափավորությունների դեպքում եմ 160,000 հրամանագրքում հրամանների բանով որ տնօրենին հրամանագրված է գրվում է չափը գրվում է կոնսոլային դրույթաչափը շեշտվում է հրամանագրում չէ աշխատավարձի չափը կապվում է աշխատավարձի վերջնական չափը օրինակ 35,000 ունել լավ ողջ գումարում իրար ձևավորում հրամանագրում բոլորը ֆիքսում է արողացում գումարացի 50,000 ձեռացած հավելակ չէ ֆիքսված թիվը վերջնական աշխատավարձի չափն է Աստիարը օրինակ ածվաբերդում չգիտեմ 139,000 հրամանագրում ստեղծած է 35,000 որտե Քան ռուսվազարներից բարեշացի ավելի ճիշտ ես էլ եմ համաձայնի շորտեղ ես հավելավճարը բանը կողել կարելի է մի ուրիշ ավելի որպեսի բան չլինի դուք կարաք առանձին ակերապեսը երբ որ պայմանագիրը գրում է գրեք ասենք տնօրենյա դրույքը այսքանա հաշվի առնելով երեխաների թվականակը երկրորդ մանկապարտեզի դրույքաչափերը սահմանել այսքան դրույքաչափերը դուք առանձին սահմանեցեք որ դա մտնի պայմանագրի մեջ առանց հավելավճար օրինակելի նմուշ կա օրինակելի նմուշին մենք իրավունք ունենք աշխատավարձի բարձրացում անել մեկ էլ օրինակելի հաստիկացուցակ ունենք ես կառավարման խորհրդով մանկավարժական խորհրդով գրում եմ ավելացնել դարձնել այսքան աշխատավարձը հիմա դուք կարաք տենց կասեք որ կոչվի աշխատավարձ ոչ թե հավելավճար Դա մի քիչ փաթեթավորման խնդիրը փաթեթավորման մեջ է, խնդիրը ձևակերպման մեջ է, ձևակերպումը կանենք համապատասխան օրենքի։ Ամսական աշխատավարձը որ գոյացել է բանաձևի արդյունքը Տեսությունը շատ ակտիվ աշխատում է։ Մտնումա կազմակերպությունները ընդամենը կարելի է նայել օրենքով անել եւ խնդիր չունենալ։ Հիմա եթե դուք գտնում եք այսպես ճիշտ է, մենք խնդիր չունենք։ Մաշապարտիզի դաստիարակային աշխատողներն ավելի բավական ասեմ, մեր այս հասկացություններ բոլորի մոտ որպեսի բաց լինի, թե իրաց աշխատավարձը խի այսքան բացված առաջի խնդիրներ ավելի շատ ընկալել ենք նվազան մեր աշխատավարձի բացվածության բիժություն համազարացած ավելի ճիշտ լինի որսեզի համատեղություն ավելի շատ իրանը Մի խոսքով ես առաջարկում եմ ընկերներ, մենք հետո փաթեթավորում իսկապես կփոխենք հավելավճար բառը, որը որ անհանգստություն է պատճառում բոլորիս, կփոխենք այլ հոմանիշով եւ հիմա առաջարկում եմ քվեարկենք։ Իրականը ոնց ես հասկացամ երևայրան բան չիչելես Առաջարկում եմ քվեարկենք, ովքեր են կողմ, որ մանկապարտեզները ստանան աշխատավարձ ձեռնպատ չունենք, շարունակելով առաջարկում եմ, քանի որ այս տարվա առաջինն է, սուրճ, միջևը փաստաթղթեր դասքոս նկատողություն Երորդ նկատողություն, ավական նիստին